Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք աշխարհաժողով նախաձեռնության անդամ պարոն Հրայր Մելքոնյանի հետ։ Ողջունում եմ պարոն Մելքոնյան, շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Շնորհակալություն հրավերի համար, նորից հարգելի հեռուստադիտողներ։ Պարոն Մելքոնյան, վերջին շրջանում շատ են խոսում մեր հայերիս ազգային նպատակների մասին։ Արդյոք մենք նոր պետք է նախանշենք այդ նպատակները եւ եթե այո դուք եք գտնում որ դեռ նոր պետք է նախանշվեն կամ պետք է բարձրաձայնվեն այդ նպատակները, որոնք են մեր ազգային նպատակները ըստ ձեզ։ Գիտեք, իսկապես շատ է խոսվում, տարբեր գաղափարախոսություններ են ասվում, շատ են խոսում ազգային գաղափարախոսության մասին, բայց ըստ էության դա ֆիքսված, դրված, որ սա մեր միջնաժամկետ նպատակներն են, սա մեր հեռահար նպատակներն են, սա մեր կարճաժամկետ նպատակներն են, չկա այդպիսի բան, կան միայն խոսակցություններ, իսկ իմ կարծիքով մենք պետք է ունենանք նախ հեռահար հազարամյակների նպատակներ, որոնք պետք է ֆիքսված լինեն, որոնց հասնելու ճանապարհները պիտի ցույց տրվի, պիտի լինեն միջնաժամկետ, ոչ շատ, ասենք 50-ամյակի, 100-ամյակի նմանատիպ նպատակներ, որոնց հասնելու ճանապարհները եւս պիտի ցույց տրվի։ Մենք չպիտի մոռանանք, որ մի ազգ ենք, որ ամբողջ մոլորակի վրա է սփռված եւ այնինչ այլ ազգերի համար գուցեև շատ բարդ է, մեր համար այդ սփռվածությունը տալիս է նաեւ լրացուցիչ հնարավորություններ եւ այդ նպատակները այն ինչը ես ասում եմ, դա հնարավոր է առավել քան ուրիշների համար։ Վերջին հաշվով բոլոր նպատակները պետք է զուգամիտեն մեկ նպատակի, ազգի հարատևումը եւ զարգացումը, ազգի իր հայրենիքի պահպանելը, որովհետեւ եթե հայրենիքի գաղափարը հանում ենք, ապա բնականորեն ազգը լուծարվում է, վերանում է, որովհետև ազգը շատ մեծ ընտանիքի է նման եւ որտեղ լինեն ընտանիքի անդամները, նրանք բոլորը մեկը մյուսի հոգսով ապրում է, մեկը մյուսի ցավի համար ցավում է, մեկը մյուսին փորձում է ուժեղացնել, պահպանել, հզորացնել եւ մեր ազգը, որ այսպես սփռված է, պիտի այդ ընտանիքի մոտեցումը իր մեջ ունենա, դրանում, հենց դրանով է լինելու նաև մեր հզորացումը, մեր պահպանումը, տեսեք, ես բերեմ ծառի օրինակը, մեծ սաղարթներով, մեծ ճյուղերով փռված ծառ է, ամեն մի ճյուղը արևից, օդից ստանում է սնունդ և դա տալիս է արմատներին, իսկ արմատներն էլ հողից են վերցնում, տալիս են այդ ճյուղերին եւ ծառը հարատևում է եւ ծառը ապրում է եւ պատկերացրեք ինչ որ մի ճյուղ դադարի իր ստացածը տալ արմատին կամ արմատը այդ ճյուղին չտա, ճյուղը չորանալու է եւ կամած ծառն է չորանալու։ Նույնը հայրենիքում մենք ունենք այս փոքր պետությունը, մեր հայրենիքի մի փոքր հատվածում, նա պետք է պահպանի ամբողջ սփռված տարրերը մեր ազգի եւ այդ տարրերն էլ պահպանեն բնականորեն, եթե տեսնում են, որ արմատը իրենց պահպանում է, սնում է, բնականորեն իրենք էլ այդ արմատն են սնելու եւ դա լինելու է հարատևման գրավականը եւ դրա արդյունքում մենք ունենում ենք պետություն, որը համամոլորակային է, որը ունի ամենտեղ շահեր, որը եւ որի հաղթահարելի բարձունքները այսօր նույնիսկ չի էլ կարելի ենթադրել, թե ինչն է, այսինքն դա մեծ նպատակը պիտի տրվի եւ այդ մեծ նպատակը պիտի դառնա ազգային նպատակ։ Եվ որն է դա։ Ինչպես որն է դա։ Եվ այդ նախ պահպանելը, երկրորդը ամբողջ աշխարհով մեկ ունենալ շահերի տիրույթներ, որտեղ կա հայը, պետք է հայոց պետությունը ունենա այդտեղ շահեր եւ չպիտի մենք ասենք մերը 29000 քառակուսի կիլոմետրն է, որտեղ կա հայ,
այնտեղ կա հայոց պետությունը իր շահերով պիտի ներկա լինի։ Հակառակ դեպքում այդ ճյուղը մենք կորցնելու ենք, լուծարվելու է կամաց։ Պարոն Միլքոյան, ներողություն, որպեսզի հասկանալի լինի։ Հայաստան Սփյուռք հասկացության մեջ եք, միասնության մեջ եք այդ ամեն ինչը դուք շարադրում։ Այո, որովհետև բոլոր հայերը, որ հենց Սփյուռքը ինչպես առաջացավ այդ Սփյուռքը Հայաստան պետություն ունենալու երազանքի արդյունքում սփռվեց ազգը, ցեղասպանություն եղավ, սփռվեց, այսինքն Հայաստան պետություն ունենալը, որ մենք այսօր ունենք, դա ամբողջ հայության մեծ ջանքերի արդյունքն է, եւ այդ պատճառով այսօր Հայաստան պետությունը ամբողջ հայության եւ իրավունքի եւ ամեն ինչի երաշխավորի դերը պիտի ստանձնի։ Այսինքն դուք օգտագործեցիք այս ձևակերպումը ազգ-ընտանիք։ Այո։ Դիտարկենք ազգ բանակը մի քիչ ավելի ուշ կդիտարկենք, կարող է նույն հենց շարունակությունը լինի այս տրամաբանության։ Ազգ-ընտանիք դուք նկատի ունեք, որ մենք մի մեծ ընտանիք ենք անկախ նրանից, որտեղ է ապրում հայը։ Այո։ Եվ այդ ընտանիքը, ինչպես երեխաները ցրվում են ծնողների տնից, բայց կապը պահպանում են ծնողի հետ, ծնողը տվյալ դեպքում Հայաստան պետությունն է, եթե ճիշտ եմ հասկանում, ես ավելի պարզեցնում եմ ձեր միտքը, որովհետև մենք խոսում ենք շատ ճիշտ եք հասկանում ազգային նպատակի մասին եւ դուք հանգեցնում եք այդ նպատակը, այդ հասկացություն, որպեսզի պարզ լինի, համեմատում եք ընտանիք հասկացության հետ եւ ասում եք մեր նպատակը այնպիսին է, ինչպիսին ընտանիքի նպատակն է, բարգավաճել, կայուն լինել, ծնողը խնամում է կամ հոգ է տանում իր զավակների համար, զավակները հոգ են տանում ծնողի համար։ Ճիշտ եմ հասկանում։ Ճիշտ եք հասկանում եւ այդ դեպքում է, որ այն Աստծո տված հայրենիքը, իսկ հայրենիքը ի՞նչն է։ Հայրենիքը դա այն տարածքն է, որտեղ ստեղծվել է այդ ազգը, որտեղ ձևավորվել է այդ ազգը եւ որի գոյությամբ, եթե այդտեղ կա կազմակերպական կառույցը եւ որի գոյությամբ հարատևելու է այդ ազգը, պատկերացրեք, հանկարծ մենք չունենանք Հայաստան պետությունը։ Այսինքն հայրենիքի այս փոքր հատվածում մենք չունենանք այդ պետությունը, ինչ է լինելու։ Այդ դեպքում արդեն ազգի գոյությունն է տրվում վտանգի տակ։ Վերցրեք պատմությունը նայեք, շատ ու շատ հզոր ազգեր են եղել, որ այսօր գոյություն չունեն, բայց եթե կա այս փոքր կառույցը կազմակերպական, որը մենք անվանում ենք հայկական պետություն, ապա այդ պետությունն է այդ ծնողը, որ այս բոլորը պահպանելու է եւ իրեն են պահպանելու։ Այդ տրամաբանությունը արդեն պարզ է։ Մի քայլ առաջ ենք տնում։ Եթե ընտանիք ենք դիտարկում եւ դուք ասում եք եկեք որպես ընտանիք դիտարկենք, եթե աշխարհով մեկ սփռված հայությունը դա զավակներն են, նկատի ունեք, դա մայր հայրենիքն է, յուրաքանչյուր ընտանիքում զավակը ունի եւ իրավունքներ եւ ժառանգության իրավունք։ Եկեք այդ տեսանկյունից էլ դիտարկենք ձեր այդ թեզը։ Պետք է հենց այդ տեսանկյունից էլ դիտարկել եւ Հայաստանի Հանրապետությունը երբ ստեղծվում էր, այն ժամանակ մշակվեց մեր անկախության հռչակագիրը։ Նրանում դրա սաղմերը կան եւ մենք երբ որ այդ տեսանկյունից դիտարկում ենք, ապա իհարկե չպետք է մոռանանք, որ ամեն մեկը Սփյուռքում ամեն մի հայ, ամեն մի կաղթօջախ ունի իր փոքրիկ շահերը, ունի իր փոքրիկ խնդիրները, նաև մեծ խնդիրները ունի եւ այստեղ էլ Հայաստան պետությունը ունի իր փոքր ու մեծ խնդիրները, բայց անկախ այդ առանձին խնդիրներից պետք է լինեն ընդհանրական խնդիրներ, իսկ ընդհանրական խնդիրները մեկը մյուսով ապրելու, մեկը մյուսին հզորացնելու, մեկը մյուսի եւ պաշտպանվածության եւ ապահովվածության խնդիրները իրենը համարելու մեջ է։ Սա պետք է դառնա այն
գաղափարի հիմքը, որով պետք է մենք եւ հարատևենք եւ հզորանանք, որովհետեւ վերցնել եւ ասել մենք ունենք հարևաններ, մեր տարածաշրջանն էսպիսին է, մեր պատմական իրավիճակը կամ միջավայրը էսպիսին է ու մեծագույն ամենամեծ դաշնակցին չտեսնել, իսկ այդ ամենամեծ դաշնակիցները ոչ միջազգային հանրությունն են, ոչ մյուսները, քո երեխաներն են, ընտանիքի զավակներն են, ամենամեծ դաշնակիցները ընտանիքի հարատևման։ Պարոն Մելքոնյան, այնինչ դուք ասում եք, արդյոք հուզական զգացմունքային տիրույթում է, թե պետք է նաև այդպես էլ կմնա եւ կաշխատի, եթե մնա այդ տիրույթում, եթե ոչ, ապա կանոնակարգման մեխանիզմներ, օրենքներ եմ ես, օրենքների մասին եմ խոսում։ Ես քիչ առաջ խոսեցի այդ զավակների իրավունքների եւ ժառանգության եւ հայրենիքը ունի պարտավորություն իր զավակի նկատմամբ եւ զավակը ունի ոչ միայն զգացմունք, այլև պարտավորություն։ Ինչ որ մեխանիզմների մասին կարող ենք խոսել արդեն, թե պարզապես ցանկալի մասին էիք դուք խոսում։ Իհարկե, ես հիմա մեխանիզմների մասին էլ կխոսեմ, բայց ամեն ինչը սկսվում է հենց այդ հուզականից, ամեն ինչը սկսվում է հոգևորից։ Մենք դա չպետք է մոռանանք, որովհետեւ եթե հուզականը եւ հոգևորը չլինի, ապա մեր համար ինչ տարբերություն, ասենք, հնդկական մի համայնքի եւ հնդիկների հետ ենք աշխատում, ռուսների հետ ենք աշխատում, թե բելգիացիների հետ, այսինքն այդ հոգևորը, որ սրանք քոնն են, քո լեզվով են խոսում, քո հողից են ծնվել, այսինքն այդ հուզականը եւ հոգևորը անպայմանորեն պիտի լինի։ Հիմա մեխանիզմների մասին, ոչ միայն մեխանիզմների, նաեւ շահերի, նաեւ կապերի, տեսեք, կա երկքաղաքացիության այսօր բանը, բայց դա ինչ է տալիս իրականում, ինչ օգտակարություն է ապահովում, դա չի երևում, բայց կան մանր քայլեր, որոնք այսօր եթե պետությունը սկսում է այդ մանր քայլերով, ապա այդ հուզականի բազայի վրա ձևավորվում է նաև առարկայականը։ Տեսեք, ես ասեմ մի փոքրիկ քայլ, ասենք դա արվում է, օրինակ ամերիկացիները դա անում են, ինչ որ կոնկուրսներ են հայտարարում եւ երեխաներ են գնում, ապրում են ամերիկյան ընտանիքներում 1 տարի եւ վերադառնում են։ Նրանք դառնում են, կարելի ասել, միսիոներներ ամերիկյան ապրելակերպը տվյալ տարածքում, ուրեմն տարածելու համար։ Մենք այսօր ունենք հսկայական այդ սփյուռքը, որտեղ ծնվում են երեխաներ, մեծանում են եւ չգիտեն հայերեն տառերը, չգիտեն հայերեն լեզուն։ Արդյոք ու մենք խոսում ենք այսօր լիքը խոսում ենք տուրիզմի մասին, այսպես բաների մասին։ Արդյոք հնարավոր չի կազմակերպել, որ այդ երեխաները ամառային արձակուրդներին, նաև ոչ միայն ամառային արձակուրդներին գան, այստեղ հայկական ընտանիքներում ապրեն, սովորեն լեզուն, տառերը, ավանդույթները եւ վերադառնան։ Այս դեպքում արդեն սկսում է բացառվել ասիմիլյացիայի այս տեմպերը։ Սա մեկ, դրանից հետո արդեն մարդը երեխան եկավ, այստեղ ապրեց մի տարի, տեսավ ինչ ասել է իր հայրենիքը, իր նախնիների օրանը, նա արդեն այնտեղ դառնում է եւ դրա քարոզիչը, նա այնտեղ դառնում է արդեն եւ դրա պահապանը եւ նաեւ սկսում է համարել, որ այստեղ եղած է իրենն է։ Իսկ ավելի առարկայական ձևով, տեսեք, մենք առաջարկել էինք, ասենք, տնտեսվարման մոդել, համակարգ, որը այդ ներդրումային համակարգը, շրջանառու ներդրումային համակարգը, որի մասին ես ձեր հարթակիցել եմ մի քանի անգամ խոսել, իսկ ինչ է հիմնադրամի մասին էր, չէ՞ խոսքը։ Այո, հիմնադրամային այդ շրջանառու ներդրումային։ Եկեք որպեսի պարզ լինի, այո, մենք խոսել ենք, բայց քանի որ կարծեմ անցած տարի էինք մենք մի շարք էինք անում, որպեսի այսօրվա մեր լսարանն էլ իմանա, կարճ այդ ձեր մոդելի մասին տեղեկացրեք, որպեսի հետո արդեն լսենք շարունակություն։ Հռչակագրում 7-րդ կետում գրված էր հողը, ջուրը, ընդերքը ժողովրդի սեփականությունն է։ Հիմա
Հայրենիքի հողը ջուրը ընդերքն էլ ազգի սեփականությունն է։ Դրվեց գաղափարը, ամեն մեկը իր մեջ ունեցավ, որ եթե ոչ ինքը, ապա իր որդին, ապա իր թոռը հասնելու է դրան։ Այսինքն դու տնում ես միտք, որը չմեռնող է, որը ապրող է ներկա նյութական աշխարհում։ Անունը շահավետություն դիր, ինչ ուզում ես դիր, բայց դիր այդ միտքը։ Ինչպես օրինակ որոշ ինչ որ մի ազգ ասեց ավետյաց երգիրը եւ հազարավոր տարիներ չունենալով պետություն այդ ավետյաց երկրի երազանքով ազգ պահեցին։ Իսկ մենք ունենք, մենք նրանցից առավել ենք, ինչու չենք անում։ Այս սա հենց այդ ներքին գաղափարախոսությունը, ես չեմ ասում, սա հենց պետությունը հիմա վեր կենա հռչակի եւ ինքը ունենա խնդիրներ, խնդիրներ հարևանների հետ, բայց չէ որ այսպես ասենք, պետությունը միայն այն չի, ինչը երևում է եւ կառավարությունն է, չէ որ եթե խոսում ենք ազգային նպատակների մասին, դա խորքում պիտի ձևավորվի եւ պետությունը պիտի լինի դրա աչակիցը, նպաստողը, սատարողը։ Այ փոքր քայլ ասեցի, բայց այս քայլը տանող է։ Մեկ ուրիշ փոքր քայլը այդ երեխաների բերել սովորեցնելն է։ Երրորդ մի քիչ ավելի մեծ քայլը մոլորակի բոլոր անկյուններում հայը պիտի իրեն պաշտպանված զգա Հայաստանի Հանրապետության կողմից։ Այսօր դա չկա։ Այսօր նույնիսկ Հայաստանի Հանրապետության մեջ այդ պաշտպանվածությունը չենք զգում կամ կողքը ասենք գերի է, մերի է, հազարում է այսպես բաներ չենք զգում, բայց սրանք պիտի լինեն եւ սա թե պետության, թե նաեւ հասարակության ակտիվ խավերի խնդիրն է, սա նաեւ համերաշխության տանող խնդիր է, այսինքն ինչ կարող է անել այդ ձեր նշած խավը։ Մտավորականների մասին եք երևի թե խոսում։ Գիտեք ինչ, հիմա այս մտավորական լավ, չասենք ով է։ Խավ ասեցիք դուք, սենց ընդհանուր։ Այո, նրանք ովքեր հասարակության հոգսերով եւս ապրում են։ Գիտեք, այս ինչը ես ասում եմ, նույն պետական աստիճանավորների կառավարության այս բոլորի համար, նրանց համար էլ է սա օգտակար։ Նրանք էլ են սա լսելու։ Եվ եթե ինչպես Սևակն է ասում, կա հավատով բլթակը, ապա նրանք եւս իջեցնելու են դիրեկտիվաները, որ սկսեք։ Իսկ այդ ակտիվ խավերը մեր աշխարհաժողովի նման, ազգային արժեք ակումբի նման, հայքի նման ու շատ այդպիսի կառույցներ կան, նրանք բոլորն էլ սրանք կլծվեն, որովհետև սա համազգային է, սա ազգը վերև բարձրացնող է։ Այսօր մենք պետք է նաև հասկանանք, կա ներսում ատոմիզացիա, ներքին ատելություն, ներքին մերժում, դա ինչպես հանել։ Սա տարբերակ է, որը դա հանում է, սա տարբերակ է, որը դեմ է առնում այս կորուստներին, որովհետև մեր համար կորուստները դարել են ավանդույթ։ Մենք սա եւս պետք է կասեցնենք, սա տարբերակ է, որը կասեցնում է։ Գուցե ինչ-որ միջոցառումներ պետք է անցկացվեն, այդ դուք 3 այսպես խումբ նշեցիք աշխարհաժողովը, հայքը եւ այդ երրորդը ես ինձ համար ծանոթ չէր, ճիշտն ասած, շատ կխնդրեի, որ ծանոթացնեիք։ Ես անձամբ ծանոթ չեմ։ Դա Գյումրիում է կենտրոնը, հրաշալի տղաներ են եւ իրենք ինչով են զբաղվում կամ դուք ինչ աշխարհաժողովը ինչով է զբաղվում։ Զբաղվում է այս ուղղությամբ ինչ աշխատանքներ կարելի է անել, որպեսզի ուրիշները լսեն եւ միանան ձեզ եւ այդ ձեր միտքը դառնա գործ։ Գործը դառնա արդյունք։ Ինչը ես ասեցի, միայն ներքևից ուրեմն նախաձեռնությամբ անելը շատ բարդ է։ Իսկ եթե այս ասածներից մեջ իր մասնակցությունն է ունենում նաև պետությունը, ինչու, որովհետև պետությունը ունի լծակներ, ունի միջոցներ, այս կազմակերպությունները, այդ լծակներն ու միջոցները կամ չունեն, կամ շատ սակավ ունեն։ Ձեզ կպատասխանեն, հիմա մեր լսողները կասեն, եթե այդպես է, այդ ինչու էիք այս 20 րոպեն, ինչի մասին էիք խոսում։
Եթե դուք ոչ լծակ ունեք, ոչ ծրագիր ունեք, ոչ ուրեմն- գիտեք ոնց եք այդ նպատակին հասնելու եւ մեկ ուրիշն էլի լսողներից մեկը ձեզ կասի Հայաստանում կար Սփյուռքի նախարարություն, արդյոք Սփյուռքի նախարարությունը իրացնում էր այդ նպատակը, որի մասին դուք խոսում եք։ Եկեք առաջին հարցը։ Եթե պետությունը չի անում, ուրեմն չպետք է սա արվի։ Եթե պետությունը չի անում, միևնույն է, պետք է այս գաղափարը հասունացվի եւ պետք է արվի ազգի մեջ կլինեն կարող ուժեր, սկսած բիզնեսի դաշտից, վերջացրած մտավորական դաշտով, այո կան կարող ուժեր եւ կան նաեւ դրանց միավորումներ այսօր։ Ես չեմ ուզենա դրանց բոլորը Տարանջատել։ այսօր, չէ, ես չեմ Հակառակը։ ուզենա դրանց այսօր շեշտադրել, ասել, Ինչու՞։ որովհետև այն ինչը նոր է սկսվում եւ դեռ պիտի տարածում գտնի, պիտի հզորանա, այսօր ասենք թե դեռ սաղմնային փոքր ծիլ վիճակում, ասենք ես չգիտեմ, քանիսին դուր կգա այս մտքերը, քանիսին դուր չի գա եւ ինչ ուժերի դուր Հա, չի դեռ գա։ համախմբվածության մասին չենք խոսում, փաստորեն։ Խոսում ենք այն մասին, որ այդ նույն մտքերը, նույն նպատակի զգացողությունը ընկալումը կա տարբեր խմբերի մոտ։ Խմբերի, տարբեր նախաձեռնությունների, տարբեր ուժերի մոտ, որոնք բավականին շատ են։ Եվ կա նաև նրանց, ասենք թե միավորումների այսօր կա նաև այդ ընթացքը, այսինքն դա այնպես չի, որ մենք բացարձակ 4 տեղը բացարձակ 0-ի վրա ենք խոսում, բայց եթե հանկարծ պետությունը իր Սփյուռքի նախարարությունով, իր Հանձնակատար կա։ հանձնակատարով եւս լծվում են այս գործին, ապա այս դեպքում այն ինչը մենք անելու ենք, ասենք թե 3 տարում կամ 5 տարում կամ 10 տարում կարվեն ամիսներում։ Այսինքն ձեր ամբողջ այս խոսքը նշանակում էր հորդոր պետությանը, որ պետություն ստեղծի իր կառույց կամ քո այս կառույցը, որը նպատակը Սփյուռքի հետ աշխատանքն է, լցրու նաև այս բովանդակությամբ, հա, ձեր կոչն է պետությանը։ Սա պետությանն էլ է կոչ, սա նաև կոչ է Սփյուռքի բոլոր կարող ուժերին, թե քաղաքական, թե ապաքաղաքական, սա նաև նրանց է կոչ, որովհետև սա աշխատանքներ է, որը պետք է արվի համատեղ ջանքերով, իսկ պետության պարագային հիմնական խնդիրը այն է, որ ոչ թե այնքան օգնել, այլ ավելի շատ չխանգարել, որովհետև կան դեպքեր, որ ընդամենը 1, 2, 3 ելույթով մարդկանց մոտ ասենք թե եղած հույսերը սպանում են, իդերև են դարձնում, այսինքն կան այսպիսի բաներ էլ, հիմնականում պետության խնդիրը պիտի լինի, եթե չես օգնում մի խանգարի սկզբունքը։ Մի օգնիր ինչին, եկեք դա էլ ասենք եւ դուրս գանք գովազդի։ Տվյալ գաղափարի իրականացմանը, եթե չես օգնում, նորից եկեք այդ գաղափարը ձևակերպենք եւ հետո ես հեռախոսազանգեր կընդունեմ։ Ասեցի այն մի քայլը, որը վերաբերվում է թվում է տուրիզմին։ Այո։ Կան երեխաները, այստեղ սովորեն հայերեն տառերը։ Շփում լինի, կենթանի շփում Հայերեն լինի։ տառը, հայերեն լեզուն, հայերեն ավանդույթը հայկական միջավայրում ապրեն։ Սա թվում Դրանք է ծրագրեր են, ճիշտ է։ Սա ծրագիր է, բայց ավելի շատ սա ազգային ծրագիր է, քան թե տուրիստական։ Պետությունը թող որպես տուրիստական սա անի։ Դե կար, Արիտուն Մենք կար էլ- ծրագիր, հա? հիշում եք, Արիտուն ծրագիր կար Ուրեմն Սփյուռքի Արիտուն նախարարությունում։ ծրագիրը դա լրիվ այլ բան է։ Դու քեզ մարդիկ են պետք է այստեղ դեմոգրաֆիկ խնդիր ես ուզում լուծես, կանչում ես։ Ես դրա համար չեմ կանչում։ Ես ասում եմ այդ երեխան գա, հասկանա, որ ինքը հայ է, սովորի հայերեն է եւ նա այնտեղ իր գաղթօջախում Եվ հայ ծնողներ ուղարկի իր երեխային, հա։ Հայ ծնողներ ուղարկի երեխային Հայաստան։ Հայ ծնողը կուղարկի երեխային Հայաստան 3 ամսով երեխայի հանգստանալու համար։ Եթե այստեղ մենք կարողանում ենք այդ երեխային նորմալ պայմաններում պահել, եթե ծնողը տեսնում է, որ այո կարող են հենց նույն հայկական ընտանիքում, այդ երեխան գնաց այնտեղ նա դառնալու է
հայկականության քարոզիչը իր ամբողջ Դե կյանքով սկզբից կրողը պետք է լինի այդ ամեն ինչին, կրելը ընտանիքից է չեկավ գալիս, էստեղ եւ հետո դուք ավելի մեծ ընտանիք եք առաջարկում, Այո։ սկզբում իր փոքրիկ ընտանիքը, հետո մեծ ընտանիքը, որը Այո։ Հայաստանն է, հա, դուք այդպեսի տրամաբանություն է։ հենց Եվ այդ հետո տրամաբանությունով է ստեղծվում մեծ տունը Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պարոն Հրայր Մելքոնյանի հետ, աշխարհաժողով նախաձեռնության անդամ։ Պարոն Մելքոնյան, մինչ գովազդը մենք հիշատակեցինք, ես հիշատակեցի Արի տուն ծրագիրը, պարզապես հիշեցնեմ, այսպես տեղեկացման կարգով, որ այո, այդ ծրագիրը մոտարապես այն էր, ինչի մասին դուք հիմա խոսում եք, բայց ծրագիրը փակվեց, նախարարությունը փակելու հետ մեկտեղ, եւ դեռ հիմա պարզ չէ այս նոր Հայաստան կարելի է կոչել այն ինչ խոսում է, ինչ մասին խոսում է Փաշինյանը, արդյոք այն ինչ դուք ներկայացնում եք, համընկնում է այս, ինչպես է ասում, իրական Հայաստան, հա, իրական Հայաստան գաղափարախոսության հետ։ Եվ այսպես ինչպես իրացնել այն ծրագիրը, որի մասին դուք խոսում եք, որը ոնց որ թե կար արվում էր, բայց որը փակվեց ցավոք սրտի։ Գիտեք, ասենք Հայաստանի բոլոր բնակավայրերում, այսօր բոլոր բնակավայրերում կան եկեղեցիներ, կան քահանաներ, որոշներում կան նույնիսկ կիրակնօրյա դպրոցներ, եւ բոլոր բնակավայրերում կան ընտանիքներ, որոնց եւ բարեկեցությունը բարձր մակարդակի վրա է եւ ներսում իրենց բարոյական հոգևոր կերպարն է նորմալ, որտեղ կարող են ուրեմն այդ երեխաները գալ այդ 2-3 ամիսը կամ թեկուզ կես տարի կամ թեկուզ մի տարի ապրել եւ նրանց հետ կաշխատի գյուղի դպրոցի հայերենի ուսուցչուհին, նրանց հետ շփում կունենա եկեղեցու քահանան, նրանց որոշակի ծրագրերով նաեւ ամբողջ Հայաստանով մեկ կծանոթացնեն, ման կտան եւ այստեղ պետության ծախսու ներդրումը պիտի լինի ընդամենը տեղում որոշակի բաների պատրաստելը, որպեսզի եթե երեխաները գալիս են, դա լինի նորմալ ընդունելու տեղ։ Կազմակերպչական հարցերը պարզ են, պարոն Մելքոնյան։ Հիմա գաղափարախոսականը տեսնենք։ Նպատակի մասին էինք խոսում եւ ես հարցրեցի, եթե Սփյուռքի նախարարությունը փակվեց իր ամբողջ այդպիսի ծրագրերով, արդյոք այս նոր կոչված նոր Հայաստանը կարող է այդ ուղղությամբ նայել եւ համարել, որ դա կարեւոր է։ Կարող է, որովհետեւ գոյություն ունի ինստիտուտ, որի համար ազգապահպանությունը խնդիր եւ գերխնդիր է, դա եկեղեցին է, հայ առաքելական եկեղեցին, եթե այնտեղ փակվել է, ապա այստեղ եկեղեցին կարող է նախաձեռնողը լինել։ Իսկ Սփյուռքից անպայմանորեն կլինի սատարումը եւ աջակցությունը։ Այստեղ մենք առաջարկում ենք, մենք կարող ենք նաեւ դա կազմակերպել, մենք չենք վախենում ոչ հանձնակատարի հետ ուրեմն հարաբերվելուց եւ համագործակցելուց եւ կարող ենք սիրով էլ համագործակցելու հարաբերվել եկեղեցու հետ, այսինքն թող լինի եւ կստացվի, որ արդյունքում նաեւ ճյուղային կսկսեն առաջանալ նաեւ կիրակնօրյա դպրոցները։ Բարի, ընդունենք հեռախոսազանգ, եթե դժվար չէ, հարցի պատասխանենք եւ շարունակեք դուք արդեն ձեր էլի ծրագիրը ինչպես եք դուք տեսնում։ Այո, բարև ձեզ, լսում ենք ձեզ։ Բարի երեկո ձեզ, ողջունում եմ ձեզ պարոն Մելքոնյան։ Պարոն Մելքոնյան, մեր Հայաստանում, մեր հայրենիքում դեռ կապիտալիստական սիստեմը վայրակ վիճակի մեջ է։ Ժամանակ կուզի կապիտալիստական սիստեմը շատ բարդ սիստեմ է, ժամանակ կուզի որ մշակվի։ Իսկ այդ վիճակում մի քիչ աչքաբացները շատ են ալանթալանանում, որը շատ վնաս է տալի Հայաստանին։ Իմ հարցը սա էր, որ Հայաստանում 120-140 կուսակցություն կա։ Ինչն է պատճառը, որ այդքան մենք կուսակցություններ ունենք եւ ինչ հետևանքներ կարող են ունենալ նրանք դրական կամ բացասական, անշուշտ
դրականը չեմ կարծում, բայց բացասականի մասին եթե մի քիչ բացատրեք, շատ շնորհակալ կլինեմ ձեզնից այս կամա, շնորհակալ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար։ Այո, Հայաստանում կան շատ կուսակցություններ, կարծեմ 80-ի մոտ 80-ից մի քիչ ավել կուսակցություններ են, բայց այդ կուսակցությունների մեծ մասը, դրանց 95%-ը կուսակցական հիմնական, ուրեմն բաղադրիչը կուսակցական գաղափարախոսությունը չունեն, կա ինչ-որ մեկը, որը փող ունի, վերցնում է մի հատ այսպես գաղափարախոսության նման թղթի կտոր, գրում է ծրագիր, գնում է եւ գրանցում է կուսակցությունը եւ քանի որ փող ունի, որոշակի հետևորդներ է ուրեմն կուտակում իր կողքը ընտրությունների եւ այլ, ասենք, ներքին խնդիրներ լուծելու։ Այդ կուսակցություններից որևէ մեկը ազգային խնդիր, ես նկատի ունեմ 95% եղածներից, չի լուծում եւ նրան ազգային խնդիր պետք չի։ Եվ գալիս է ընտրությունների ժամանակը, նրանք արդեն դառնում են այսպես հավաքվում են իրար կողքի, ստացվում է ինչ որ կուսակցությունների համախմբություններ եւ այլն, ինչ որ ուժերի օգնելու կամ չօգնելու համար, նրանք ազգային խնդիրներ չեն լուծում, ազգային խնդիրներ նրանց մոտ չկա եւ դա ձեր բարձրացրած հարցը, որը պետք է ըստ էության նաեւ խորքային առումով լուծվի, այսինքն կուսակցությունը պետք է ունենա գաղափարախոսություն, որը տարբերվում է մյուս կուսակցության գաղափարախոսությունից եւ ծրագրից, ոչ թե նույն գաղափարախոսությունը արտագրվում է, ծրագրային ինչ որ մի կետ փոխվում է եւ ասվում է մենք կուսակցություն ենք, ոչ, դա կուսակցության առաջնորդի կոստյումն է։ Պարոն Մելքոնյան, բայց հարցի մեջ եւս մեկ ենթահարց կար։ Նա ասում է դա լավ է թե վատ է, այդպես ուղիղ չհարցվեց։ Դե մեկ կոստյում է, նա չի հաղթահարի ինչ որ իր հետևորդները ժողովուրդը չի գնա նրա հետևից, թող չգնա, բայց հարցնում էր հեռուստադիտողը, գուցե դա վատ է։ Վնաս կարող է դա հասցնել որևիցե։ Դա ուզում էի անցնել դրան։ Դա բերում է հասարակության ատոմիզացմանը, մասնատմանը եւ դա նաեւ ես կարծում եմ, որ ինչ որ ուժերի գուցե դրսի թելադրված ներարկված մի բան է, որը բերում է իրականում ասենք թե փոքր շատ խմբերի մասնատելուն հասարակությունը։ Այսօր գաղտնիք չի, մեր պետությունը դա կուսակցապետություն է եւ անհատը ինքը իրենով, իր փիլիսոփայությամբ, իր գաղափարներով, եթե փորձում է առաջ գնալ, նա մենակ է մնում։ Իսկ այդ գնաց ինչ-որ մի կուսակցության մեջ, իսկ այդ կուսակցությունը որոշակի մարդու կամ խմբի շահերի կրող է։ Այդ կուսակցությունները բոլորը փոքր խմբերի շահեր են ներկայացնում, նրանք ազգային շահի հետ կապ չունեն։ Ուստի ես դա համարում եմ վատ, վտանգավոր։ Վատ եւ վտանգավոր։ Բարի, շնորհակալություն։ Այո, բարև ձեզ, լսում ենք ձեզ։ Այո, լսում ենք ձեզ։ Բարև ձեզ։ Ես ասի, ես մենք հայերս, մենք ես եմ մտածել, երկերով են հայերենիքը սիրում, մենք երկերով են, կել է լավը, կել է գեկանք մեզ երկիր, այդպես չի էդի, կեղծավոր են։ Ինչպես պետք է սիրեն, սիրելի Լավ, ուրեմն հարցը այսպես է, եթե ոչ երկերով, ապա ինչպես։ Պարոն Մելքոնյան, սիրել հայրենիքը։ Ուրեմն սիրում են երգը, ստեղծողը սիրում է երգով, նա կարող է երգ ստեղծել։ Եվ մարդը, որը սիրում է հայրենիքը, այդ երգը լսեց, իր սրտին մոտիկ եղավ, իր սրտում ինչ որ բան շարժվեց, նա այդ երգը կերգի։ Իսկ մեկ ուրիշը, որը կարողանում է այլ քայլ անել, ոչ թե երգ ստեղծել, նա էլ իր քայլն է անում։ Այստեղ խնդիրն այն է, որ եթե համակարգվում է, ինչպես կաբերը ձևավորել եւ ստեղծել, այդտեղ երգից բացի կստեղծվեն նաեւ
այլ հնարավորություններ, այլ միջոցներ եւ արդեն ոչ թե խոսքով, երգով կլինի հայրենիքը սիրելը, այլ կլինի այն իմ ասած ծառի նման, որ ամեն մի ճյուղ սնում է արմատը եւ արմատը սնում է բոլոր ճյուղերին, կստացվի այդպես։ Իսկ քանի դեռ այդ կապերը չի ստեղծված եւ մարդը չգիտի ինքը ինչ պիտի անի, ինչով կարող է այդ արմատին օգտակար լինել, նա երգ է երգում եւ երգ է կրում։ Հաջորդ հեռախոսազանգը լսում ենք ձեզ, բարև ձեզ։ Այո, Hello? այո։ Yeah, Տիկին Արաքելյան, ես լիատ հարց ունեմ, Համեցեք։ լավ գաղափարա, բան չունեմ ասելու, ես կուզեմ, որ բոլոր երեխաներն են հայրեն սովորեն, շատ եմ ցանկանում, որ բոլորն են հայրենի լեզուն պահպանեն, Շիրազի, Չարենցի բոլորինը, բայց դեռ մի հատ հանգամանք կա, այդ հաղորդումը կար ժամանակին, դրա ղեկավարը Սիրանուշ անունով մեկն էր, եթե դուք հիշեք, եկեք տուն Հայաստան, այդ ձևի հաղորդում կար, այդ կնիկը թալանեց $1 միլիոն գնաց, հասկանում եք հանեց Սերժի վախտերն էր այդ կինը, եւ խապեպայություն էին արել, օթերների փողեր էին կերել, բռնվավ հանեցին իրան, այստեղ գաղափարը լավն է, բայց մեր ազգի մեջը, եթե հիմնադրամի նախագահ պիտի լինի Աննան, այդ Փաշինյանի կինը, էդի չլինի, որտեղ մի քողավազակի մեկն էլ Լենիա ու Փաշինյանն է։ Հարցը նորից գալիս է հանգում է փոխվստահության կամ ավելի շուտ վստահության։ Վստահություն չունի Սփյուռքը, ասում է, էլի ուղենք, դա մշտական հարց է, հիմնադրամների թեման է, օգնություն փոխանցելու թեման է, օգնությունը տալիս ենք, ուր է գնում, ով է վերցնում, ինչպես է այդ ճանապարհը վերահսկվում օգնություն տվողից մինչև հասցեատերը։ Գիտեք, այդ խաբելու վստահության թեման եղել է միշտ ու կլինի միշտ։ Խնդիրը այս ամեն ինչը պետք է հիմքից մաքրվի։ Հիմքում փիլիսոփայություն կա։ Փիլիսոփայությունը հետևյալն է. բարձրագույն արժեքը փողն է, միջոցն է։ Եթե բարձրագույն արժեքը փողն է եւ միջոցն է, ապա այս դեպքում խոսել ազնվության մասին մի քիչ անլուրջ է։ Ինչու՞։ Որովհետև հանուն բարձրագույն արժեքի կարելի է անել ամեն ինչ։ Սա մարդու ներսում է։ Նշանակում է բարձրագույն արժեքը քո դաշտում պիտի չլինի փողը, պիտի լինեն հոգևոր արժեքներ, իսկ փողը լինի միջոց։ Այս դեպքում արդեն որևէ մեկի համար այդ փողին ձեռք գցելը այո կլինի հանցագործություն, իսկ այս դեպքում երբ որ արժեքը սա է, ոնց որ օրինակ հայտարարում են, ամենաբարձր բանը, ամենաթանկը կյանքն է, հայրենիքից էլ է թանկ, ամեն ինչից էլ է թանկ, եթե եղբայր կյանքն է ամենաթանկը, թողեք ապրենք, էլ ինչի գնամ հայրենիքի համար, մյուս բանի համար, այսինքն այստեղ արժեքային սանդղակի ճշգրտման հարց կա, առաջի հարց տվողը ասեց, վայրի կապիտալիզմ, ճիշտ ասեց, վայրի կապիտալիզմից պիտի դուրս գանք եւ պիտի բերենք փիլիսոփայության ազգային նպատակների եւ գաղափարախոսության մեջ պիտի երևա, որ այդ փողը, հարստությունը, մնացած ամեն ինչը միջոց են նպատակին հասնելու համար, ոչ թե նպատակ են։ Եվ եթե այսօր հարգելի հարց տվողը ասում է վստահություն, մենք նաև պետք է աշխատենք այդ արժեքային սանդղակի ուղղությամբ։ Այդ դեպքում կվերանա այս վստահության հարցը, իսկ արժեքային սանդղակի մեջ էլեմենտ է, մենք Հայաստանը պետք է ապրի նաև Սփյուռքի հոգսով, Սփյուռքն էլ կապրի մեր հոգսով, այսինքն փոխվստահությունը, ինչպես սերը, ատելությունը, մյուս բաները միակողմանի չի լինում։ Եվ օրենքով չի կարգավորվում։ Գիտեք, կարելի է օրենքներով հարթեցնել ինչ-որ բաներ, այդ մեխանիզմները, եթե խորքային, արժեքային համակարգում չդրվեց, ոչ մի օրենքով չես կարգավորի, որտեղ բարձրագույն արժեքն է, ես գնում եմ այդ արժեքին։
Այո, բարև ձեզ։ Ալո։ Այո, բարև ձեզ Տիկին Ալեքսյան, բարև ձեզ պարոն Մելքոնյան։ Ես ցանկանում եմ մի առաջարկ անել, որ արել եմ նախկինում նոյենտաբանում եւ ձեր կարծիքը իմանալ։ Տեսեք, որպես Միացյալ Նահանգների քաղաքացի ես գտնում եմ, որ մասնակցության համար կարևոր է ներկայացված լինելը։ Սփյուռքը ներկայացված լինի Հայաստանում։ Զարեվ Տինանյանը Սփյուռքի ներկայացիչ չէ, նա Փաշինյանի հանձնակատարն է, կատարում է Փաշինյանի ասացները։ Խոսում են, որ ազգային ժողովում լինեն Սփյուռքից ենթադրենք ինչ որ պալատ, բայց դրան հակադարձում են Հայաստանում, որ կարող են գործակալներ գալ եւ վնասել երկրին, որը ինչ որ տրամաբանություն կա։ Ինչը կարծում հետեւյալ մտքի մասին է։ Միացյալ Նահանգներում օրինակ կա մի երկրամաս, Պուերտո Ռիկո է կոչվում, որը նահանգ չէ, նա ունի պատվիրակ այստեղի կոնգրեսում, որը ունի քվեարկելի իրավունք, բայց ունի լսվելու իրավունք, կարող է իր ասացները լսել։ Ինչը կարծում հնարավոր է ենթադրենք սկզբնական շրջանում որոշ համայնքներից ունենալ մեր ազգային ժողովում պատվիրակներ, որոնք չեն քվեարկի, հետեւաբար վտանգ չեն ներկայացնի, բայց ի վիճակի կլեն լսվելու եւ իրենց հարցերը լսեցնելու, որովհետեւ Սփյուռքը իրենց գա ներկայացված։ Խնդրեմ, պարոն Մելքոնյան։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, իսկապես հետաքրքիր հարց է եւ օգտակար հարց է, ու ես կարծում եմ, որ ոչ միայն ազգային ժողովում, նաեւ որոշակի այլ կառույցներում եւս ճիշտ կլինի, որ Սփյուռքի ներկայացուցիչների հետ այդ կապերը լինեն, նրանց առաջարկները լսվեն, նրանց ձայնը լսվի եւ նրանք էլ կարողանան այստեղի ձայնը հասցնել Սփյուռք։ Բայց այստեղ նաեւ շատ կարեւոր է, որ եթե այդ ներկայացուցիչները գալիս են, ես նաեւ նկատել եմ, որ այդ ներկայացուցիչները եւս որոշակի խմբերի շահեր են ներկայացնում, այսինքն դա ինչպես պիտի ընդրվեն եւ որոշվեն այդ ներկայացուցիչները, դա ինձ համար այսօր մութ է, իհարկե կարող է դրվի չափանիշ պարտականություն վաստակ իրավունք շղթայով, ինչպես մեր աշխարհաժողովում ենք մենք այդ չափանիշն առաջնորդվում, նմանատիպ ձևով, ասենք, մարդը այո իր պարտականությունների իր վաստակի բերումով ստացել է այդ իրավունքը եւ կարող է գալ ներկայացնել տվյալ գաղթօջախի, տվյալ, ասենք, սփյուռքահայության խմբի մտածմունքները, շահերը։ Ձեր առաջարկը խելոք առաջարկ է եւ ես կփորձեմ ձեր առաջարկը ավելի հրապարակային դարձնել։ Շնորհակալություն, հաջորդ հարցը։ Այո, լսում ենք ձեզ։ Ալո, մի քիչ իջեցրեք հա ձայնը հեռուստացույցի։ Okay, բարև ձեզ։ Շնորհավոր եմ ձեր հաղորդումը եւ ձեր հույսին։ Հարցումս այսպեսին է։ Ուրեմն երեկվա եւ այսօրվա TV-ով նայեցինք պարոն վարչապետի ելույթը խոսում էր հայրենիքի եւ պետության մասին ժողովրդին, բայց նա անկախության մասին ոչ մի բան չի խոսում։ Հիմնական հարցը, որ մեր երկիրը այսպեսի անորոշ վիճակում մեջ է, ժողովուրդը, հարուստները, աղքատները եւ այլն, նորից իշխանության վիճակն է, որտեղ Փաշինյանի ելույթում ասեց, որ մենք ենք արել բավականին լավ բաներ արել համեմատած մյուս նախարարներին, մյուս վարչապետներին, բայց չի ասում, որ մենք ասում խաղաղության այդ պայքարն են մղում, ամբողջ աշխարհը խաղաղության համար պայքարում, բայց այդ խաղաղության համար մենք պայքարում ենք, մենք պատրաստ ենք, բայց մենք եթե պետք է մեր հայրենիքը պաշտպանենք, մեր անկախությունը, մենք պատրաստ ենք մեր տեսամուտը ամեն անգամ պատրաստ ենք պայքարելու, որ ժողովուրդը իմանա, որ մենք հզոր ենք, մենք պատրաստ ենք, ինքը վախենում է, եթե թույլ տա Ադրբեջանը ավելի կասյարը թույլ են, երբ ուզեմ կարդա, բայց որ ինչ-որ ուզե իմանա, որ ինչ-որտեղ պատրաստ են, ժողովուրդ իր կյանքի գնով թեգուս,
երկիրը պաշտպանի եւ Շնորհակալություն, պարզ է։ կվնասվի կանցը Հայաստան ինչպես Արցախի պատերազմի որ մենք ոչ բան չունենք ասեցինք Շնորհակալություն։ Այդ քարոյա պատերազմի մի րոպե Սերժի ժամանակ որ քարոյա պատերազմ եղավ Ռուսաստանը որպես դաշնակից ոչ բան չարեց իսկ որտեղ կայնացրեցին բայց նորից սովետը դժվեցին Դուք սովետ որ Ռուսաստան դու դեր գլուխը Սիրելի հայրենակից ժամանակը քիչ է նորից մի պատմեք Այո Հարցը պարզ է Հարցը պարզ է կներեք ես անջատում եմ ժամանակը քիչ է դուք վերապատմում եք այդ ամենը հարցն էր մեզ պետք հարցը ոնց որ թե վերջապես հասկացանք հարցն ինչն էր Գիտեք ամեն ինչը պետք է կապել ոգու ուժի հետ, հոգու հետ եւ երբ որ տեսեք պետությունը կարող է մարդուց իր քաղաքացուց սարքել դյուցազուն կարող է սարքել վախկոտ քաշնազարի նման ծռմռվող մեկը նայած ինչ քաղաքականություն է տարվում եւ այսօր ես կարծում եմ որ պետք է Հայաստանում ոգու բարձրացման քաղաքականություն տարվի եւ դա պիտի լինի մեր ազգային նպատակներից մեկը, որովհետեւ այս աշխարհում ամեն ինչ որոշվում է ոգով եւ ամեն ինչ թելադրվում է դրանով, մնացածը տեխնիկական միջոցներ են, մնացածը գործընթացներ են։ Ես շատ շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար, պարոն Մելքոնյան։ Ես կարծում եմ մենք շարունակենք այս զրույցը դատելով հեռախոսազանգերի եւ քանակից եւ բովանդակությունից այս զրույցը այս հարցուպատասխանը արժեքավոր է կարեւոր է շնորհակալություն Շնորհակալ եմ հրավերի համար Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ շնորհակալություն նաեւ բոլոր նրանց ով մասնակցեց մեր հաղորդմանը իր զանգերով Պարզապես նորից հիշեցնեմ աշխարհաժողով նախաձեռնության անդամ Հրար Մելքոնյանի հետ էինք զրուցում վարում էր Գայան Առաքելյանը բարին ձեզ